առարկաների և տեսության ամբիոնի վարիչ, պարոն Ավետիս Քալաշյանին, իմ դասախոսին, ես պատիվ եմ ունեցել 6 տարիներ ունկնդիր լինելու պարոն Քալաշյանին և գիտելիքներ անբարելու իր իմաստությունից։ Հիմա մենք բոլորով պատիվ ունենք իրեն լսելու և մեր հարցերը իրեն ուղղելու։ Տեր շնորհակալություն ներկայացման համար։ Թեման, որին այսօր պատրաստվում եմ անդրադառնալ, վերնագրված է հայ եկեղեցու ազգային բնույթը։ Չափազանց ընդարձակ թեմա, որը իր մեջ բովանդակում է մի քանի տասնյակ կարևորագույն հիմնական հարցեր, որոնք բնութագրում են մեր եկեղեցու։ Ու այսօր կփորձենք անդրադառնալ 3-4 կարևորագույն առանցքային հարցերին, եթե հետագայում հարմար կգտնվի, նաև կշարունակենք այդ ցիկլը։ Եթե առաջին հայացքից նայենք եկեղեցու անվանմանը, ապա առաջին բառը, որ անմիջապես աչքի է ընկնում, հայ բառն է, հայ առաքելական Սուրբ եկեղեցի, և սա ամենևին պատահական չէ։ Եթե համեմատենք հռոմեական կայսրությունում քրիստոնեության պետականացման գործընթացը Հայաստանի հետ, արմատական երկու տարբերություն կնկատենք։ Հռոմեական կայսրությունում քրիստոնեությունը պետականացվեց ներքևից, այսինքն ժողովրդական զանգվածների մեջ քրիստոնեությունը արդեն այնքան էր տարածվել, որ պետական հալածանքներ գործնականում հնարավոր չէր իրականացնել։ Դա կնշանակեր հալածել ամբողջ պետությունը։ Հայաստանում, ինչպես արևմտյան աստվածաբանները եկեղեցագետներն են պնդում, քրիստոնեությունը պետականացվեց վերևից, այսինքն պետական իշխանության կողմից, և սա արդեն իր մեջ բովանդակում էր ազգայնացման հիմնական տարրը։ Պետությունը կանգնեց Հայաստանում քրիստոնեությունը արմատավորելու գլխով, և այդ գործընթացում չափազանց էական դեր կատարեց Գրիգոր Լուսավորիչը։ Մի պատմական ազնվորություն, որի դերը մեր ժողովրդի պատմության ընթացքում մինչև այսօր անգնահատելի է, որովհետև նրա ջանքերով ստեղծվեց մի կառույց, որը իր մեջ ներառավ և անցյալի ազգային հոգեբանության հիմնական առանձնահատկությունները և քրիստոնեության բովանդակությունը ամբողջովին, և այդ սինթեզի հիման վրա կարողացավ ստեղծել այն ապագան, որը հետագայում հարյուրավոր տարիներ շարունակ մեր եկեղեցուն և ժողովրդին կարողացավ պահպանել միասնության մեջ։ Այս տեսակետից առաջին խնդիրը, որին ցանկանում եմ անդրադառնալ, այն էր, թե իրոք Հայաստանում ոչնչացվեց հեթանոսական մշակույթը, ինչպես այսօր պնդում են շատ շատերը, նաև գիտական աշխարհում։ Եթե խոսքը վերաբերվում է գաղափարախոսությանը, բնական է, քրիստոնեությունը պետք է հակադրվեր և պետք է հաղթեր հեթանոսությանը, բայց եթե խոսքը վերաբերվում է մեր ազգամշակութային հոգեբանական առանձնահատկություններին, ամենևին էլ դա այդպես չի եղել։ Հայաստանում քրիստոնեության պետականացման ընթացքում, եթե պատմությանը շատ թեքից ծանոթ եք, ուշադրությունը այսպես կենտրոնանում է մի բանի վրա, գրեթե որևէ տեղ մենք չենք տեսնում դոգմաների պրոպագանդա։ Միակ աշխատանքը, որը 4-րդ դարից, թեև այսօր համարում են 5-րդ դարի ստեղծագործություն, դա Սուրբ Գրիգոր Լուսավորչի վարդապետությունն է, որը Աստվածաշնչի հանրամատչելի մեկնաբանություն է հին և նոր կտակարանների։
Եվ սա առաջին հերթին բացատրվում էր նրանով, որ այդ շրջանում դեռևս կարիք չէր զգացվում այդ դոգմատիկական բնույթի հարցեր բարձրացնելու, ինչպես եղավ հռոմեական կայսրությունում։ Նայեք 4-րդ դարում, ամբողջ 4-րդ դարի ընթացքում այնտեղ դոգմատիկ վեճեր են։ Տարբեր դավանական ըմբռնումներ, վիճաբանություններ, տարբեր պառակտումներ այդ հողի վրա, մեզ մոտ նման երևույթ մենք չենք նկատում, չի եղել։ Եվ սա նորից առաջին հերթին խոսում է այն մասին, որ Գրիգոր Լուսավորչի ղեկավարած քարոզչական գործունեության ընթացքում առաջին պլան մղվեց քրիստոնեության տեղայնացման հարցը։ Շատերն ասում են քրիստոնեությունը համաշխարհային կրոն էր, ինչպես է տեղայնացվել կամ ինչպես կարող էր տեղայնանալ։ Կամ այլ կերպ ասած, ինչպես կարող էր քրիստոնեությունը հայկական դառնալ։ Հայկական չէ։ Նույն քրիստոնեությունն է, ինչ որ ընդունված է ուղղափառ աշխարհում։ Այսինքն ուղղադավան, ես նկատի չունեմ օրթոդոքս եկեղեցիները, այլ քրիստոնեական այն հավատամքը, որը հենված է առաջին երեք տիեզերական ժողովների որոշումների վրա։ Ազգազինացման բնույթը ավելի շատ վերաբերվում էր ինքնին հասկանալի է ոչ թե դավանաբանական կամ հավատքային հարցերին, ինչը կնշանակեր խեղաթյուրել քրիստոնեությունը, այլ ավելի շատ վերաբերվում էր գործնական կյանքին, հասարակական կյանքում, քրիստոնեական արժեքները արմատավորելու գործընթացում, ազգահոգեբանական առանձնահատկությունների ներառմանը, որոնք սերտերում կապվեցին քրիստոնեական աշխարհայացքի հետ, ինչպես օրինակ ասենք տրնդեզը, որը դարձավ տիառընթառաջ, վարդավառը եւ այլն։ Բազմաթիվ ազգահոգեբանական տարրեր ներառվեցին եկեղեցու պրակտիկ կյանքի մեջ։ Եվ սրանով ժողովրդի կյանքում եկեղեցու դերը էապես բարձրացավ։ Եթե ուշադրություն դարձնեք 301 թվականին պետական կրոն հռչակված Հայաստանում, ընդամենը 30-40 տարի հետո ժողովուրդը զենք է բարձրացնում պարսկական բռնապետության դեմ, որը փորձում էր արմատավորել նորից հետանոյությունը, հետ բերել։ Եվ մեր եկեղեցու առաջին ազգային սրբերը, Վաչիյան սրբերը, այս պատերազմի զոհերն են։ Իսկ որպեսզի 30-40 տարում աշխարհայացքային այդ փոփոխությունը տեղի ունենար, բնականաբար պետք է ենթադրել, որ եկեղեցին արդեն խոսում էր ժողովրդի հոգու հետ։ Ժողովուրդը հանձին եկեղեցու տեսնում էր այն որակը, որը իր մեջ ըստ էության չի փոխել ոչինչ ազգային։ Հավատքային դրսևորումը կա, ազգային փոփոխություն սա իր հետ չի բերել։ Եվ իր գոյավորման առաջին պահից մինչև մեր օրերը մեր եկեղեցու այս բնույթը, ազգային բնույթը չի կորել, պահպանվել է։ Երկրորդ հիմնական այսօրվա հրապարակում գտնվող ընդդիմությունը խոսում է այն մասին, որ քրիստոնեությունը Հայաստանում տարբեր սոցիալական, տնտեսական, քաղաքական լծակներ ձեռք բերելով պատճառ դարձավ մեր պետականության կորստի։ Սա նույնպես խեղաթյուրում է պատմական իրականությունը։ Եկեղեցին երբեք մեր պետության դեմ հանդես չի եկել։ Ճիշտ է, կաթողիկոսները քննադատել են թագավորներին, նրանց բարոյական կերպարը կամ վարքը, բայց երբեք չի գտնվել որևէ մեկը, որը հանդես գա պետության դեմ։ Միշտ կանգնած է եղել պետության կողքին եւ ուղղակի կարելի է ասել պետականության կորստով որբացավ նաեւ եկեղեցին։ Շատ բան կորցրեց պետական կորստի հետ։ Եվ հետագա իր
Գրեթե 1.5 հազարամյակի պատմության ընթացքում եկեղեցու առաջնահերթ խնդիրներից մեկը եղել է պետականության վերականգնումը։ Հատկապես վերջին 600 տարիների ընթացքում։ Եթե ուշադրություն դարձնեք մեր ազգային ազատագրական բոլոր շարժումները, բոլոր ղեկավարվում են եկեղեցու կողմից, կազմակերպում է եկեղեցին, հոգևոր դասը եւ նրանց կողմից էլ ղեկավարվում են այդ շարժումները։ Քաղաքական գործիչները հանդես են գալիս եկեղեցու հետ ձեռք-ձեռքի։ Չկա առանցին ոչինչ, թե կլինի Վարդանանց պատերազմ, թե Վահանանց պատերազմ, թե հակառաբական ապստամբություններ, եկեղեցին եւ իշխանական դասը այստեղ, եկեղեցին եւ քաղաքական տարրերը գտնվել են մեկ միասնության ամբողջության մեջ։ Մի փոքր այս տեսակետից, եթե ուշադրություն դարձնենք այս պատմական ընթացքը խզվեց Կիլիկյան հայկական պետության վերջին 50-60 տարիների ընթացքում։ Երբ իշխանական տների եւ եկեղեցու միջև որոշակի ոչ թե հակադրություն, այլ այս մի տեսակ մրցակցություն ձևավորվեց, այսպես կոչված ունիթորական շարժման տեսքով։ Միավորվել կաթոլիկ կամ բյուզանդական եկեղեցուն, թե չմիավորվել։ Բայց բոլոր դեպքերում մենք մեր եկեղեցու պատմության մեջ չենք տեսնի մի դեպք առանցին անհատներին եթե հանենք։ Միշտ էլ կլինեն այդպիսի անհատներ, որոնք կդավաճանեն եկեղեցու շահերին, բայց պետության դեմ եկեղեցին իբրև միավոր, իբրև ամբողջություն երբեք հանդես չի եկել։ Ընդհակառակը միշտ ցկտել է ունենալ եկեղեցին, պետություն, պահպանել պետությունը, շատ հեռու չգնանք նայեք Խորենացու ողբը։ Ողբը Արշակունյաց Հայաստանի կորուստն է։ Նա ողբում է Արշակունյաց թագավորության անկումը։ Իսկ մեր հետագա պատմիչները 5-րդ դարի, ցավոք սրտի 6-րդ դարի շատ քիչ վավերագրեր են մեծացել։ 7-րդ դարի պատմիչների աշխատանքներում այսպես կարմիր թելի նման անցնում է պետականության գաղափարի վերականգնումը։ Իսկ այդ պատմիչները բոլորը հոգևորականներ են, չկա աշխարհիկ մարդիկ, ինձ հասկանալի է դա։ Երրորդ հիմնական առարկությունը կամ ընդդիմությունը, որ այսօր առաջադրվում է եկեղեցուն, կապված է այսպես կոչված, եթե կարելի է կոպտացված ասել, տնտեսական եւ քաղաքական լծակների ձեռքբերման մեջ։ Իրոք մեր եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է այդ լծակները, բայց դա ոչ թե ինքն է, այսպես ասած, ձգտել ունենալ, այլ ձևավորվել է օբյեկտիվորեն։ Պետականության կորուստից հետո, անկումից հետո հայ ժողովրդի գողության հարցը ուղղակի սերտորեն կապվեց եկեղեցու հետ։ Եկեղեցու ուսին ծանրացավ ազգապահպանության խնդիրը, որը մինչ այդ իրականացնում էր պետությունը։ Եկեղեցին կամա թե ակամա իր վրա պետք է վերցներ այդ ծանրագույն խնդիրը։ Իսկ դա պահանջում էր բազմաթիվ նոր գործոնների առկայություն։ Առաջին հերթին ազգայնացման հիմնական տարրերի լեզվի մշակույթի հարցը։ Ուղղակի այս տեսակետից նույնպես Գրիգոր Լուսավորչի տան գործունեությունը պատմականորեն մեզ համար անանց արժեք դարձավ։ Հայոց գրերի գյուտն էր դա։ Աստվածաշնչի հայացումը, հայոց լեզվի
եւ հայ գրականության մատենագրության հիմնադրումով եկեղեցու կյանքից ակամա վերացավ, դուրս մղվեց այն օտար տարը, որը ասենք ավարայերի ճակատամարտից հետո Հայաստանում գերիշխող դեր գրավեց 10-օրական տարը, երբ հայոց կաթողիկոսների աթոռին բազում էին մարդիկ, ովքեր ոչինչ ընդհանուր չունեին մեր եկեղեցու հետ, կապված էր միայն ասենք Տիզբոնի արքայության կամ թագավորական իշխանության ցանկությանը։ Հայոց գրերի գյուտով դրվեց այն երկրորդ հիմնասյունը, որը հայացված քրիստոնեության կողքին դարձան այն երկու ոտքերը, որի վրա կանգնեց մեր ազգը եւ շարունակում է այսօր էլ կանգնած մնալ։ Լեզուն եւ քրիստոնեության կողմից խորհուրդ հռչակված ընտանիքը դարձան այն երկու կարևորագույն գործոնները, որոնք իապես նպաստեցին ազգի վերարտադրությանը եւ շարունակականությանը եւ վերարտադրությանը իբրև ժողովուրդ։ Մենք շատ ենք հպարտանում մեր մշակույթով։ Եթե ուշադրություն դարձնեք, որ մշակույթն է մեզ համար այսօր այսպես ի ցույց դրվում բոլորին, տեսեք մենք ինչ ունենք։ 5-7-րդ դարերի պատմագրություն կա ոսկեդարյան մշակույթ, արծաթեդարյան մշակույթ։ Մինչև 19-րդ դարը մենք ոչինչ չունենք հպարտանալու, հպարտանում ենք քրիստոնեական մեր մշակույթով։ Աշխարհիկ մշակույթի ձևավորումից հետո աշխարհիկ 19-20-րդ դարերի մեր մտավորականությունը այսպես ուղղակի հակադրություն չունեցավ եկեղեցուն քրիստոնեության ընդհակառակը շարունակեց այդ ավանդությունը։ Եվ շատ բանով կապված էր հոգևոր այն արժեքների հետ, որով իրենք դաստիարակվել էին, սնվել էին։ Եվ որքան էլ ցավալի լինի, միայն մեր օրերում է, որ ոմանք պատահական վեր բարձրացած մարդիկ կարողանում են եկեղեցու մասին հնչեցնել խոսույթներ, որոնք ուղղակի լսելն է խայտառակություն։ Եվ վերջին հաշվով, այս տեսակետից, եթե մենք նայենք հավատ, մշակույթ, ինչ արժեքներ մենք այսօր ունենք, այս երկուսից բացի, որով կարող ենք պահպանել ազգությունը, հատկապես Սփյուռքում։ Հայաստանի հարցը մի փոքր այլ է, թեև այնտեղ այսօր ի պատիվ մեր իշխանությունների պիտի ասել, որ ազգի փոքրամասնությունն է ապրում։ Երբեք մեր ազգը այսքան փոքրատիպ Հայաստանում չի եղել։ Մի փոքր այսպես, եթե շատ չփորձենք հակադրվել այսօրվա իրականությանը, ոչ թե այն տեսակետից, որ չպետք է, ուղղակի չափի մեջ։ Եկեղեցու նկատմամբ այդպիսի վերաբերմունք ունենալը նշանակում է ընդհանրապես ազգության դեմ վերաբերմունք։ Եթե մենք այսօր փորձենք կտրվել մեր արմատներից, այն ամենից, ինչը իր մեջ բովանդակում է եկեղեցին եւ քրիստոնեական մշակույթը, ինչ է մնում մեզ, որոնք են այն արժեքները, որոնցով մենք կարող ենք պահպանվել հատկապես օտար միջավայրում, թեև Հայաստանում նույնպես,
նույն խնդիրն է գրեթե։ Ազգապահպանության խնդիրը ամենայն սրությամբ նաև այսօր անտեղ է տրված։ Որպեսզի միջավայրը մի փոքր այսպես մեղմ ներկայացնեմ, 2 օր առաջ անդրկովկասյան մուսուլմանների, մահմեդականների առաջնորդ կոչվող Շեյխուլ Իսլամը Փաշազադեն հայտարարում է, ասում է, Էջմիածինը ադրբեջանական պատմական տարածք է։ Էջմիածինում պետք է կառուցվի մզկիթ, իսկ եկեղեցին պետք է ունենա ստատուս Վատիկանի կազմում։ Եվ սա հոգևոր առաջնորդ է, պատկերացրեք սրած դաստիարակած հոգևոր զանգվածը ինչ կլինի։ Էջմիածինն ասում է, ամբողջ կյանքում, հայ եկեղեցին ամբողջ կյանքում զբաղվել է օտարներից գողանալով և սեփականելով։ Խնդրում միջավայր, որտեղ բնականաբար պետք է առաջին հերթին հզորագույն գործոն հռչակվեր եկեղեցի։ Եթե հոգևոր առաջնորդը մեղադրանքի առաջադրում, բնականաբար պետությունը այստեղ չի պատասխանի, գոնե պիտի պատասխաներ հոգևոր առաջնորդությունը։ Բայց այդ հնարավորությունից էլ են այսօր զրկել։ Գրեթե պետության ներսում նույն բանն է ասում, ինչ որ դրսից են ասում։ Գրեթե նույն բանը։ 2-3 ամիս առաջ էր վարչապետը հարցնում էր Գյումրիում, որևէ մեկը կարող է ասել, թե ինչի Էջմիածինում է մայր տաճարը եւ ոչ Գյումրիում կամ Երևանում։ Եվ շատ լավ գիտի, թե ինչու է վաղար շաբաթում։ Ժամանակին թե էր մայրաքաղաքը Հայաստանի։ Մենք այսօր ուղղակի պարտավոր ենք բարձրացնել եկեղեցու դերը, պարտավոր ենք կանգնել եկեղեցու կողքին, եթե ուզում ենք իհարկե պահպանել ազգությունը։ Առանց հայ եկեղեցու ըստ էության չկա ոչինչ։ Եվ ի պատիվ եկեղեցու պետք է ասել, որ ցանկացած պայմաններում, նաև այս պայմաններում իր բարոյական դեմքը պահպանեց, չկորցրեց։ Ի տարբերություն ընդդիմադիր կողմի, որի համար որևէ բարոյական սահման գոյություն չունի։ Խոսքս վերաբերում է նաև այն քահանաներին, ովքեր կամավոր կերպով իրենց ուզածով պատարակ են մատուցում եւ իրենց անվանում են Աստծո օծել։ Համարում են, որ ամենայն հայոց հայրապետը իրավունք չուներ կարգալույց անելու իրենց։ Սերկուսացի տերարանը նախքին։ Չի ասում, բայց այդ դեպքում ինչու ես իր կողմից ձեռնադրություն ստացել։ Եթե այդքան ազնիվ եք, հրաժարվեք ձեռնադրությունից, ասեք չենք ուզում այդ ձեր ձեռնադրությունը եւ ձեզ համար չգիտեմ ինչ ստեղծեք։ Այսինքն, երբ որ դուք ձեռնադրվում եք, ունեիք իրավունք վեհապարի ենթարկվելու, եթե կարգալույց եք արվում, իրավունք չունեք ենթարկվելու։ Ինչ բարոյականության մասին է այստեղ խոսքը։ Եվ դուք ներկայացնում եք, այսպես ասեմ, Աստծո խոսքը։ Եվ դուք մկրտություն եք կատարում, պատարակ եք կատարում, իրականացնում եք խորհուրդներ, որ իրավունք չունեք։ Դա նույնն է, ոնց որ ես Գևորգ Սարգսակը հիմա մարդ մկրտենք։
Այսպես եթե քննարկման դրվեր երրորդ կարևորագույն խնդիրը, որի դեմ այսօր նորից չգիտեք ինչ մարդիկ հանդես են գալիս, իբր դպրոցներ որպես այդպեսին, հայ եկեղեցին բացել է միայն իր շահերին ծառայեցնելու համար։ Վերջերս նաև հրատարակվեցին հոդվածներ, որտեղ փորձ էր կատարվում հիմնավորել, թեև չկա հիմնավորում, որ հայ եկեղեցին դեմ է եղել կանանց կրթությանը։ Թեև առաջին իգական դպրոցը հայ եկեղեցին է բացել Երևանում։ Այս դպրոցյան հարցը շատ կարևոր է, դպրոցները ոչ միայն կրթության կենտրոններ էին, այլև մշակույթի կենտրոններ էին մեր եկեղեցու պատմության ընթացքում, որը հատկապես բուռն ծաղկում ապրեց Բագրատունյաց Հայաստանում, համալսարանական կրթության տեսքով։ Ընդ որում հայկական համալսարանները թե աշխարհիկ կամ թե արտաքին եւ թե ներքին կրթություն էին տալիս, այսինքն պատրաստում էին եւ հոգեվորականներ եւ մասնագետներ, ոչ հոգեվորական մասնագետներ, չասեմ աշխարհիկ, մի փոքր գուցե այդ բառը բնորոշ չէ միջնադարին։ Այս կրթական կենտրոնները նաև դպրոցյան կենտրոններ էին։ Մեր հազարավոր ձեռագիր մատյանները ստեղծվել են այստեղ։ Դրանք մեր պատմության, մեր մշակույթի անկապտելի մասն են կազմում։ Եվ այսօր 2-3 ակադեմիական կառույցներ, մատենադարաններ Հայաստանում եւ դրսում, Վենետիկում եւ Երուսաղեմում զբաղվում են մեր ձեռագրերի ուսումնասիրությամբ։ Դպրոցը, մշակույթը, հավատը եւ ազգության պահպանությունը այս տեսակետից այն 4 հիմնություններն են, որի վրա կառուցվեց մեր քրիստոնեական եկեղեցին։ Չափազանց կարևոր է այս որակների գնահատումը, այսօրվա մերօրյա գնահատումը։ Մենք այսօր շատ ենք կտրված մի տեսակ իրականությունից, մեր անցյալը մոռանում ենք, մեր պատմությունը օրեցօր փոխվում է։ Հիմիկվա հայկական դպրոցական դասագրքերը, եթե նայեք, խայտառակություն են։ Արտաշես առաջինի ժամանակ Ադրբեջան կա քարտեզում։ Առաջին դարի Հայաստանի քարտեզում կա Ադրբեջան, հարևան։ Այդ Ադրբեջանում էլ Արցախ չկա, ուտիկ չկա։ Ամբողջովին վերանայվում է պատմությունը։ Իսկ այդ պատմությունը վերանայելու ընթացքում ինքնին հասկանալի է, խոչընդոտը այսօր հիմնականելի եկեղեցին է։ Հետև այդ դասագիրքը կարող եք գրել, կարող եք դնել շրջանառության մեջ, բայց պետք է կարողանաք նաև քարոզից դուրս անել այդ ամենը։ Ադրբեջանցիները Հայաստանի վարչապետին մեղադրում են այն բանում, որ եպիսկոպոսներին թվում եպիսկոպոսները եղել է նաև Արցախի առաջնորդը։ Սա համարում են թշնամանք։ Եթե մենք բարիդրացիական հարաբերություն ենք ուզում մեր գոհարևանների հետ, ուրեմն պետք է առհասարակ ջնջվի այդ անունը։ Մայրաթորը միակ կառույցն է, որ այսօր համաշխարհային մակարդակով բարձրացնում է Արցախահայության խնդիրը։
թե եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջոցով, թե Վատիկանում անցկացված միջազգային գիտաժողովի տեսքով, եւ թե տարբեր եկեղեցական կառույցների հետ ունեցած հարաբերությունների, նույնիսկ պետական, եվրոպական տարբեր մակարդակների կառույցների հետ ունեցած հարաբերություններում, սա յուրահատուկ թշնամանք է ծնել։ Եվ բոլոր նրանց կողմից, ովքեր դրսից են հրահանգավորում մոռանալ, եւ բոլոր նրանց կողմից, ովքեր արդարացնում են այս ամենը մեր մոտ ներսում։ Գործնականում խնդիրներ, որոնք այսօր մեզ հարկադրում են, ուղղակի հարկադրում են կապվել եկեղեցու հետ։ Առայժմ միակ կառույցը, որը համահայկական հնչեղություն ունի, եկեղեցին է, մենք ուրիշ կառույց չունենք այսօր։ Եթե նույն հարցը նայում ենք համաշխարհային քաղաքականության դիրքերից, ուշադրություն դարձրեք, այսօր թեև աստիճանաբար կրախի է մատնվում այսպես կոչված գլոբալիզմը, շատ քչերն են այսօր Եվրոպայից բացի գլոբալիստ չկա, Ամերիկան էլ դուրս եկավ այդ առատավոր համակարգից։ Բայց այդ գլոբալիզմի գլխավոր խնդիրներից երկուսը, որոնք ուղղակի կապված են ազգությունների առանձնահատկությունների հետ, պատմությունը վերանայելներ եւ պատմությունը մոռանալ տալը եւ ընտանեկան արժեքները կամ ընտանիքը, այս երկուսը գլոբալիզմի համակարգում տեղ չունեն։ Եվ ամեն ինչ արվում էր նրա դեմ։ Մի քանի օր առաջ Եվրամիությունը մի խեղկատակ օրենք ընդունեց միասեռական ամուսնությունները, որոնք Եվրոպայում կատարվում են այսպես կոչված պաշտոնական, բոլոր երկրներում, ովքեր Եվրամիության անդամ են կամ անդամության թեկնածու պարտադիր պետք է ընդունվի որպես օրինական։ Նայեք այսօր ինչ է կատարվում այս գլոբալիզմի հետևանքով ընդհանրապես։ Զանգվածային լրատվության միջոցների անվան տակ ներդրվում է Աստված գիտի, թե ինչ խեղճ հիմիկվա փոքր երեխեքն էլ են կապված, այնքան են կապվել հեռախոսը զոմբիացել է։ Գրագիտությունը որպես այդպեսին վերանում է աստիճանաբար դուրս է գալիս հասարակական կյանքից։ Իսկ մեզ նման փոքրիկ ժողովուրդները, փոքրաթիվ ժողովուրդները իրենց գոյությունը աշխարհում հավատից եւ ընտանիքից բացի երրորդը կրթությունն դպրության հետ էր կապված։ Դրանով են հայերը աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշանավոր դարձել, թե գիտության, թե մշակույթի, թե հատկապես արհեստագործության մեջ։ Այսօր դա չկա, դուրս է գալիս։ Ազգությունը համարվում է անցած երևույթ։ Այսօր համաշխարհային մարդ պետք է ստեղծել։ Ստեղծել համաշխարհային մարդ, որը չունի ազգություն, որը ամբողջ աշխարհի ներկայացուցիչ է։ Իսկ դրա համար նորից պետք է հակադրվել ազգությանը։ Պարզապես պետք է մերժել ազգությունը։ Ավանդական կրոնները, ավանդական եկեղեցական կառույցները համարվում են գլոբալիզմի թշնամի։ Ներդրվում է ժամանակակից աղանդավորությունը տարբեր տիպի սինթետիկ հավատների ձևով։ Ընդ որում սինթետիկ հավատներ, որոնցից շատերը հրեականությունը, քրիստոնեությունը, իսլամը միաձուլում են մեկ ամբողջության մեջ։
փորձում են ներկայացնել այդպես։ Իբր դա է հավատ։ Գլոբալիզմի հետևանքները այս տեսակետից նույնքան վտանգավոր է եկեղեցական եկեղեցու գոյության համար, որքան այսպես ուղղորդված հակաեկեղեցական քաղաքականությունը։ Եկեղեցին չպետք է տեղ ունենա աշխարհում։ Սա է գլոբալիզմի հիմնական քաղաքականությունը, սա է նրա հիմնական պատճառը, գլխավոր պատճառը, պատճառներից մեկը ավելի շուտ։ Ընտանիքի դեմ պայքարում մի փոքր շատ որ հեռու չգնանք, տեսեք ես միասեռ ամուսնությունները, որոնք պարտադրում են ավանդական եկեղեցիներին ընդունել, ինչպես եվրոպական շատ եկեղեցիներ են կատարում։ Պսակի աստվածային խորհուրդը փոխվել է։ Ավանդական ընտանիքը տեղ չունի այս հարաբերություններում։ Այն դեպքում, երբ ավանդական ընտանիքը եկեղեցում, ավանդական եկեղեցում, ասենք մեր եկեղեցում, նույնպիսի սրբություն է համարվում։ Սուրբ է, ինչպես ինքը եկեղեցին։ Ընտանիքը համարվում է սրբություն, եւ այստեղ չկա ընտանիք։ Հիմա եթե այս համախմբի մեջ մենք նայենք մեր եկեղեցու գործունեությանը, չնայած վերջին 30 տարում գլոբալիզմի շատ երևույթներ փորձեցին Հայաստանում արմատավորել, եկեղեցին մնաց անփոփոխ իր արժեքների համակարգում։ Եվ շատ անգամ հարվածներ հասցվեց եկեղեցուն այդ պատճառով։ Սա նույնպես մի արմատական խնդիր է, որը հարկադրում է մեկ անգամ ևս գնահատել այն պատմական դերը, նշանակությունը, որը մինչև այսօր կատարում է մեր եկեղեցին։ Հատկապես մեր ժողովրդի համար դա չափազանց կարևոր է, որովհետև մենք այսօր դարձել ենք Սփյուռքի ժողովուրդ։ Սփյուռքի հայությունը 4 անգամ ավելին է, քան Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ Սփյուռքում դուք էլ ապրում եք, Սփյուռքում շատ լավ գիտեք, ինչպիսի պայմաններ են այսօր։ Պայմաններ օբյեկտիվ, որոնց ուղղակի այսպես ասած կախվածության մեջ են դրվում ոչ բնիկ ժողովուրդները։ Եվ դա շատ հասկանալի, ամենուր է այդպես, ամենուր։ Դրա համար ազգապահպանության հիմնական խնդիրը ինչպես նախկինում, ինչպես ողջ միջնադարում, ինչպես նոր դարաշրջանում, այսօր նույնպես ընկած է եկեղեցու վրա։ Հիմա այսպեսի կոպիտ համեմատություն, 30 տարի եւ ավելին անկախ հանրապետություն ենք մենք Հայաստանը։ Քանի դպրոց է Սփյուռքում բացել։ Քանի դասագիր է Սփյուռքի համար պատրաստել։ Սովետական իշխանության մասին շատ են քննադատում։ Այն ժամանակ կար Սփյուռքահայության մշակութային կապի կոմիտե, որը Սփյուռքին ապահովում էր դասագրքերով, պարբերական մամուլով, տարբեր հրատարակություններով։ Մի կարճ ժամանակով ստեղծվեց Սփյուռքի նախարարություն, որը այդ գործերը իրականացնում էր։ Դա էլ վերացրեցին։ Սփյուռքում դպրոցը եկեղեցական դպրոց է։ Դպրոցը գործում է եկեղեցու ներսում, եկեղեցու ջանքերով եւ դա եկեղեցական դպրոց է, որը նպաստում է եւ ազգապահպանությանը, եւ լեզվի պահպանությանը,
եւ ընտանեկան հարաբերությունների պահպանությանը այստեղ պետք է նկատի ունենալ մի էական հանգամանք արդեն 5-րդ ծերունդն է Սփյուռքում։ Եղեռնուց հետո 5-րդ ծերունդն է։ Այսինքն մարդիկ, որոնք ծնվել դաստիարակվել են Ռուսաստանում կամ Ամերիկայում կամ Եվրոպայում, շատ դժվար է առանց եկեղեցու սրանց համախմբել ազգության մեջ։ Չափազանց դժվար է, եթե չասենք անհնարին է։ Արդեն այս սերունդը համարում է իրեն այս երկրի քաղաքացին։ Նրա մեջ կապը անցյալի հետ միայն կարող է տեղի ունենալ, իրականանալ եկեղեցու միջոցով։ Եվ այս տեսակետից նույնպես եկեղեցուն պետք է օժանդակել այսօր։ Եթե մենք ուզում ենք պահպանել Սփյուռքը, պարտավոր ենք, մեր խնդիրն է օժանդակել եկեղեցուն, օգնել նրան, օգնել իրականացնելու այն ազգապահպանական հարցերը իրականացումը, որը ծանրացած է միայն նրա ուսերին։ Բայց նաև պետք է հիշել մի բան, մեր Սփյուռքի թեմերը ամենևին է լիովին անկախ չեն։ Նրանք գործում են տարբեր պետությունների կազմում, որոնք ունեն իրենց օրենքները։ Այդ թվում նաև օրենքներ կրոնների վերաբերյալ, կամա թե ակամա, պետք է նաև այդ օրենքները կատարվեն։ Եվ այստեղ իհարկե պետության օգնությունը էական դեր կարող էր կատարել, որը ցավոք սրտի չկա։ Մեր մշակութային կառույցները Սփյուռքում տարեստարի կրճատվում են։ Մի փոքր իրավիճակը սրվեց հատկապես, երբ Հայաստանից հոտ զանգվածներով գնացին Սփյուռք, հատկապես արևմտյան երկրներ։ Նրանց ներկայությունը դեռևս չեն զուլվել կամ մերվել Սփյուռքի կառույցներին։ Դեռևս նրանց մեջ այսպես բողոք շատ կա Հայաստանի կամ մեր ազգային իրավիճակների հետ կապված, բայց շատերը գնացել են նաև երջանիկ ապրելու համար, այնպես չի, որ բոլորը հարկադրված են գնացել։ Խնդիրը նրանց որոշակի առումով ավելի սրված է սոցիալական խնդիրը։ Բայց ցավոք սրտի նաև որոշակի առումով խնդիրը սրվում է եկեղեցու, մեր եկեղեցու Սփյուռքում գտնվող պառակվածության կամ հիմա պառակտում չասենք, բայց երբության պատճառով։ Դե ոչ ոքի համար նաև Սփյուռքում գաղտնիք չէ, որ մեր եկեղեցական սրբության սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է։ Փառք ու պատիվ բոլոր դրսի եպիսկոպոսներին, եկեղեցական կենտրոններին, որոնք իրենց ֆունկցիան կարողանում են կատարել այսօրվա պայմաններում, բայց դա պետք է լինի միասնական խնդիր, միասնական ծրագիր է պետք։ Երկու կենտրոնի առկայությունը արդեն բաժանում է ենթադրում, ակամա բաժանում է ենթադրում։ Այնինչ միասնությունն է մեզ այսօր առաջին հերթին կարևոր։ Շատ լավ, քանի որ ժամանակը արդեն սպառվեց, խնդրեմ, եթե հարցեր ունեք։
Մենք խոսեցինք, պարոն Քալաշյանը խոսեց շատ հանգամանալից պատմության ընթացքին, եկեղեցու ազգային դերի մասին, պատմությամբ ցույց տալով, որ ինչպես առաջին րոպեից եկեղեցու ծնունդի, մինչև այսօր բան չի փոխվել։ Եվ հատկապես մենք, Սփյուռքում ապրողներս կվկայենք, կփաստենք, որ իրապես մեզ դժվար է կամ անկարելի առանց եկեղեցու գոյատևել, մնալ հայ, հայրենիքից հեռու։ Այստեղ մեզ շրջապատող հայկական ամեն ինչ կապված է եկեղեցու հետ։ Դպրոց, մշակույթ, հավատք, ուրախություն, ցավ, ամեն բան կապված է եկեղեցու հետ եւ այսօր երբ մի բան է պատահում մեզ, մենք մեր քայլերը արագ ուղղում ենք դեպի եկեղեցի։ Բայց նաեւ կարևոր է հասկանալ, թե եկեղեցին այն միակ կառույցն է, այս անցնող 1700 տարվա ընթացքում, որ ինչպես եղել է, այդպես էլ կա։ Եվ հարցը թե ինչպես, ինչն է գաղտնիքը կամ պատճառը, որ եկեղեցին ոչ մի կերպ չձևափոխվեց, չխեղվեց, չհարմարեցվեց որևէ գաղափարախոսության կամ չհարեց որևէ ճյուղի։ Տեսեք, եկեղեցին ունի իր հստակ կառուցվածքը, նվիրապետությունը, կանոնները, եկեղեցական տերմինով ասում ենք միաբանությունը, այսինքն եկեղեցու մեջ եկեղեցականները, հատկապես բարձրաստիճան, իրենք կոչվում են միաբաններ եկեղեցու։ Միաբան ինքը բառը արդեն հասկանալի է, չէ՞, որ իրենք համաձայն են, այդ գաղափարի շուրջ են, միասին են, միակամ են։ Եվ հենց այս հատկանիշն էր հատկապես եկեղեցու, որ օգնում է, որ եկեղեցին պահի իր նույնանման դեմքը, ինչպես 301 թվականից մինչև այսօր, թեև ինչպես լսեցինք, պատմությունից էլ տեղյակ ենք, անցել է բավականին փորձությունների միջոցով, բավականին հարձակումներ, արշավներ են եղել հենց եկեղեցու դեմ, որովհետև եթե եկեղեցին կարողանան հանել հայի կյանքից, ապա հայն էլ պիտի ուղղակի իր դեմքը, իր ինքնությունը կորցնի, շեղվի այն ճանապարհից, որ մեր հայրերն են մեզ համար գծել, եւ մենք կորչենք ուղղակի հենց այդ ամայության մեջ, ինչպես որ հիմա մեր օրերում շատ պարզ ու հստակ տեսանելի է։ Ինչպես պարոն Քալաշյանն ասաց, եկեղեցին մի բան է, որ կանգնած է իրենց ծրագրի մեջտեղում եւ խանգարում է ամեն կողմից։ Դրա համար հիմա ամեն բան անում են, որպեսզի խաթարեն եկեղեցու միաբանությունը։ Բնականաբար բոլոր կառույցներում, բոլոր ժամանակներում եղել են ու կլինեն մարդիկ, ովքեր որ հանուն ինչ-որ մի բանի կդավաճանեն սկզբունքին, կդավաճանեն միաբանությանը, բայց պատմությունն է ցույց տվել, որ 1-ով, 2-ով, 10-ով կամ 20-ով պայմանավորված չէ եկեղեցու ոչ գոյությունը, ոչ առաքելությունը, ոչ էլ միաբանությունը։ Եվ փառք Աստծո, որ մեզ այդպիսի հզոր ուժեղ եկեղեցի են ժառանգել եւ մենք այդ ժառանգորդներն ենք, բայց մեծագույն պատասխանատվություն ունենք մեր ուսերին, որ մենք էլ իբրև ծնողներ պիտի փոխանցենք, պիտի ժառանգություն թողնենք գալիք սերունդին։ Թե ինչ պիտի թողնենք, հիմա մենք պիտի միասին որոշենք, ինչ ենք թողնելու։ Նույն հզոր ուժեղ եկեղեցին, թե պիտի մենք էլ երերանք, թե մենք էլ պիտի դավաճանենք։ Իհարկե դավաճաններին որևէ մեկը չի ներում, ինչպես այսօր պատարագի ժամանակ էլ Հովան Ոսկեբերանն ասում է, որ դավաճանությունը նույնիսկ նահատակությամբ հեղված այրունը չի կարող մաքրել, այսինքն չի ներվի, նույնիսկ եթե կյանքդ նահատակես այդ մեղայականով։ Հովան Ոսկեբերանի միտքն ու գաղափարն է։ Հիմա այս գաղափարի շուրջ պատմության, անցյալի, այսօր ներկայի եւ վաղվա ապագայի հետ կապված, եթե հարցեր ունեք,
օգտագործենք առիթը պարոն Քալաշյանին դիմենք. Можно на русском спросить? Но мы понимаем все на армянском. Хотел вас спросить, удивительно, но в Армении есть интеллигенция, академики, профессора, доктора наук, деятели культуры, которые заняли позицию молчания. За исключением некоторых товарищей, их позицию по тем или иным вопросам, в частности по позиции взаимоотношения властей к церкви, репрессиями, так можно сказать, они занимаются. Их оценка, их позиции в этом практически не видно или не слышно. Как бы вы могли объяснить это явление? И является ли молчанием это поддержка властей, или молчанием это страх, или молчание это личная выгода? Просто удивительно, но интеллигенция всегда играла ключевую роль в разных периодах нашей истории, а вот сейчас как будто бы, за исключением опять некоторых смелых, образованных, отважных, остальные, большинство молчит. Как бы вы это объяснили? Երևի ձեր ասած երրորդ գործոնը վույգը որովհետև մտավորականները կարելի ասել էլի երբեք բայց են այնպես չի որ միասնական են մեր մտավորականները կան որոնք կանգնած են կառավարության կողքին բայց կան մտավորականներ ովքեր եկեղեցու կողքին են այսօր կանգնած եւ շատերն են հանդես գալիս հրապարակումներով այս հարցերի վերաբերյալ ուղղակի գրում են որ սա ազգային դավաճանություն է այստեղ երևի համոզմունքի հարց էլ կա եւ օգուտի հարց էլ կա որքան հասկանում եմ ավելի շատ օգուտ որը կապված է համոզմունքի հետ այսօրվա պայմանները այնպեսին են որ այսպես ասած երրորդ ճանապարհ ոսկե միջին չկա կամ այս կողմն է կամ այն կողմը եթե Աստված չանի կարողացան պառակտել եկեղեցին դա իմ կարծիքն է իհարկե դուք կարող եք չընդունել բայց ինչ կկատարվի Սփյուռքում հանգիստ կարելի է ենթադրել որովհետև կանոնական եկեղեցու պառակտել պետության կողմից սա ուղղակի անհասկանալի է ոչ մի մահմեդական իշխանություն մեր եկեղեցուն կազմամբ այսպես վերաբերմունք չի ունեցել անգամ մահմեդական իսլամական իշխանությունները ընդունել են եկեղեցուն որպես ազգի ներկայացուցիչ եթե ոմանք հպարտանում են որ 600,000 ձայն ունեն Հայաստանում եւ դա համարում են երկաթյա մանդատ այդ դեպքում եկեղեցին ունի 10 միլիոն ձայն եւ ամենայն հայոց կաթողիկոս այդ 10 միլիոնի ընտրվածն է եւ ներկայացուցիչը համեմատելի չեն այս թվերը բացարձական համեմատելի են եւ վերջին հաշվով անձերի հարց չի այստեղ խոսքը վերաբերվում է եկեղեցուն նորից եթե այդ եպիսկոպոսները ովքեր երեք չեմիսորներ երբ էլ մասնակցեցին այդ հանդիպմանը դրանցից քանիսն են վեհապարի կողմից ձեռնադրվել խնդրեմ դրանից մեկ օր առաջ եպիսկոպոսական ժողով էր մայրաթոռում թող իրենց կարծիքը այնտեղ արտահայտեին ինչ է նշանակում գաղտնի գնալ ինչ որ թուղթ ստորագրել որի բնագիրներ չի ընդ որում ստորագրում ես մի թուղթ, որի առաջին էջը տեքստը մի այլ էջի վրա է, իսկ ստորագրությունները երկրորդ։ Այդ ստորագրության ցանկացած տեքստ կարելի էր տեղավորել այդտեղ։
Այստեղ մտավորականությունը լռում է շատերը։ Ես համաձայն եմ ձեզ հետ, Նաիրա Զոհրաբյանը հրապարակախոս է այսօր։ Երեք լավ հոդված էր գրած, ուղղակի գրում էր այսպես, Նիկոլը կարող է ասել, «Էս չի ձեր մտավորականությունը»։ Եթե այսօր էլ մտավորականը ազգապահպանության կամ ազգի կողքին չէ, որը մտավորականն է, ինչով է կոչվում մտավորական։ Նրանով, որ կոչում ունի, գիտական կամ չգիտեմ ուրիշ, դա ամեն մարդ էլ կարող է ունենալ։ Անձամբ ես դատապարտում եմ այդ իրավիճակը, երբ լռում են։ Լռել նշանակում է համաձայնել, անկախ նրանից ինչ պատճառ կա այստեղ։ Լռել նշանակում է համաձայնել այս քաղաքականության հետ, որը տարվում է եկեղեցու դեմ։ Իսկ եթե կարողացաք, որին ես չեմ հավատում իհարկե, անկեղծ ասեմ, չեմ հավատում, ես հավատում եմ եկեղեցու ներքին ուժին, միասնությանը, վերջին հաշվով 1700 տարվա ավանդություն է։ Այդ ավանդության հետ խաղալ այսպես մի փոքր դժվար է։ Տերը այրը ճիշտ ասաց, կլինի եւ դավաճաններ եւ հուդաներ, որոնք 30 արծաթով կծախվեն ինչ-որ շահերի համար, բայց մեզ համար կարևորն այն է, որ կառույցը մնա այնպիսին, ինչպիսին կա, դա մեր արդեն աշխարհիկների խնդիրն է, որպեսզի այս պահին կանգնեն եկեղեցու կողքին։ Եվ ոչ միտումնավոր, այսպես ասած, այլ ճշմարտության կողքին։ Պահպանենք մեր միակ ազգային կառույցը, այսօր մենք ուրիշ կառույց չունենք ազգային։ Ցավոք սրտի մեր պետության մեջ չկա մի կառույց, որ ասի ես ազգային եմ։ Կամաց ամեն ինչ այսպես տարան զրոյացման։ Եվ նորից համեմատության մեջ տնենք։ Այդ քննադատում են սովետական իշխանությանը։ Նայեք, սովետական շրջանի ուսանողների 60-70%-ը թողեց կրթությունը, կամավոր գնաց Ղարաբաղյան պատերազմի, շատերը զոհվեցին։ Պատճառը եւ ներքինն էր, եւ այն դաստիարակությունը, որ պետությունը տվել էր, սերունդ էր ստեղծել, հայրենասեր։ Այսօր 20 միլիոն տվեք, բանակ մեկ գնա։ Սա է մեր ներքին քաղաքականությունը։ Իսկ եթե խաղաղություն ես ուզում, դի պատերազմի պատրաստ լինես միշտ։ Եթե ավազակները, գողերը, որոնք իրենց ամբողջ կյանքում զբաղվել են ուրիշի մշակույթը գողանալով, յուրացնելով եւ իրենց արճակելով, այնպեսին ինչպեսին Ադրբեջանն է կամ Թուրքերը, մեզ մեղադրում են գողության մեջ եւ այդ ոգով դաստիարակում են սերունդ եւ ոչ մեկ սերունդ։ Ադրբեջանի դպրոցների դպրոցական դասագրքերը մինչև հիմա մի տող չի փոխվել։ Մենք թշնամի ենք, մենք գող ենք, մենք ավազակներ ենք, որ մտել ենք իրենց տարածքը գրավել է։ Կարծում եք պատահական է, որ մինչև այսօր հռչակում են Արևմտյան Ադրբեջան։ Փաշազադեն ով էր, որ Հայաստանի կառավարության գլխի վրայով թռներ, ասել ես իրեն չեմ էլ հարցնում, ես բացում եմ Երևանի Ղազիաթը։ Թեմը այսպես իրաց ասած։ Որևէ մտավորական ձայն հանեց, ոչ։ Թեև առաջ իրենք պետք է խոսեին։ Այն հարցն է, որ եկեղեցին չպետք է խոսեր, եկեղեցու անունից պետք է խոսեինք մենք։
Մեր մտավորականությունը Հայաստանում շատ արատավոր դիրք է գրավել։ Եվ սա առաջին դեպք չէ։ Եվ պատերազմից հետո 20 թվականի, երբ կարելի ասել համաժողովրդական շարժում ձևավորվեց, լռեցին, չկար ոչ ոք, տարբեր քաղաքական կուսակցություններ պառակտեցին շարժումները, եւ դրանից հետո եղած շարժումներում մի մտավորականի ձայն չլսվեց։ Իսկ 88 թվականի Ղարաբաղյան շարժման ժամանակ մեր ողջ մտավորականությունը օպերայի հարթակում էր։ Հատուկենտ ակադեմիկոսներ, որոնք չեկան օպերա այդ միտինգների ժամանակ։ Եվ գրողները, եւ կոմպոզիտորները, բոլորը մտավորականները այնտեղ էին։ Եվ ժողովուրդը հետևեց նրանց։ Գևորգ Սարգսակյանը, երբ որ Սիլվա Կապուտիկյանը ելույթ էր ունենում օպերայում, 100,000-ավոր մարդիկ քարի նման լսում էին եւ ցանկացած բան, որ ասում էր, կատարում էին։ Լսում էինք այն ժամանակ մտավորականներին, դե նրանք ավելի փորձված էին, որովհետև նրանք վաղուց կապված էին ազգային առանձնահատկությունների հետ, որովհետև նրանք հայրենիք սփյուռք կապերի մեջ արդեն կայացած հեղինակներ էին, որովհետև նրանք բոլորը նաև Եղեռնի առաջի սերունդ էին, շատ շատերը, մենք երկրորդ սերունդ ենք Եղեռնի, բայց այսպես մի ոչ անձնական տատս, երբ որ պատմում էր Ղարսից, ինձ համար շատ հետաքրքիր էր։ Ես չգիտեմ Ղարսը ինչ է, քաղաք է, գյուղ է, ոչ մի բան չգիտեմ, բայց որ պատմում էր, նենց գունեղ էր պատմում, որ անպայման ուզում էի տեսնել այդ Ղարսը։ Հիմա պարզվում է, որ ես էլ տատես ճանապարհին եմ։ Պետք է գնամ։ Բացասական է, չգիտեմ դուք ոնց եք գնահատում, բայց ես կարծում եմ, որ մտավորականը իրավունք չունի այս պայմաններում գրավորական դեր գրավել։ Երբեք չպետք է թողել քաղաքական կուսակցությունները Հայաստանում։ Այդ տեսեք, 2 միլիոն մարդ կա 100-ից ավել կուսակցություն։ Թե ինչով են զբաղված, Աստված գիտի։ Մեկը մեկի վրա գործ է տալիս։ Կուսակցություն կա եկեղեցի, դա մեր ազգային կուսակցությունն է, կանգնեք դրա կողքին։ Հայաստանի քրիստոնյա դեմոկրատական կոչվող կուսակցության ղեկավարը մոլի թուրքամոտ է, մոլեռանտ Լևոն Շիրինյանը, գիտության դոկտոր, խնդրեմ, մտավորական։ Նա կարողանում է հայտարարել, դե մենք թուրքի շվակին ավելի շատ ենք սովոր, քան ռուսի։ Նա չի ասում, ոչ է շվակը, ոչ է շվատքը, եկեք միավորվենք, համախմբվենք, ամբողջական լինենք, միասնական լինենք, ուժ լինենք, կհարգեն, կգնահատեն, չեղա կախվել ենք կամ ստեղից կամ ընդեղից։ Դա շատ լուրջ խնդիր է այսօր, մեր ազգի ողբերգություններից առաջինը դա է, մտավորականությունը չկա։ Ընդամենը 6 տարի առաջ 18 թվականին բոլորը դուրս էին գալիս, պաշտպանում էին։ Այս հեղափոխություն կոչվածը պաշտպանում էին։ Հիասթափվել եք, թե չեք հիասթափվել, ձեր խնդիրն է, բայց այսօր ավելի լուրջ խնդիրի առաջ են կանգնած։
մեզ համար գոյության խնդիր է այսօր դրված։ Օրակարգում օրեցօր ավելանում է Արևմտյան Ադրբեջանի թուրքերի թիվը, որտեղ կան Հայաստան, սկսեցին 80,000-ից, հիմա 500,000 է հասել։ Թե ինչ ձևով 30 տարում 600,000-ը դարձավ իրենց ասածով 60,000-ը 600,000, ճագարային զարգացում տենց, նույնիսկ ճագարների մոտ չկա կենթանական աշխարհում։ Եվ նորից լռություն, մեկը չի ասում, սա ձեր համար Արևմտյան Ադրբեջան չի, սա Հայաստան է։ Եվ եթե արևմտյան ադրբեջանցին պիտի գա ստեղ ապրի, այդ դեպքում չի Ղարաբաղցին իր պատմական հողում չպետք է ապրի։ Կես միլիոնից ավել հայ ապրում էր Բաքվում, ուր են։ Չկա հակադրություն։ Եվ այստեղ մեծ ամբարոտ դեր է կատարում Եվրոպան, մասամբ Միացյալ Նահանգները, որոնք Ռուսաստանին այս տարածքից հեռացնելու համար ստիպում են ամեն ինչ անել։ Իսկ սրանք անում են։ Ոչ մի դիմադրություն չկա։ Ոչ մի դիմադրություն չկա։ Գոնե մի փոքր ազգային խնդիր լուծվել արանքում։ Հարցս դերն է բողում, այդ վեց եպիսկոպոսները, որ ինչ-որ անազնացել են, դրա մասին մի քիչ մանրամասն պատմեք, ինչ է կատարում, և կատարողը ինչ բաներ ունի, որ դրանց վրա ազգ կարա իրանց հեռացնի կամ ինչ-որ զամրել դնի վրայները։ Ուրեմն, թե Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը մենք կարող ենք ծանոթանալ հենց Մայրաթորի պաշտոնական կայքեջերում, երբ իրենք ժողովներ են անում եւ ժողովական մարմինը որոշակի պատասխան է տալիս նմանատիպ հարցերին։ Ես չեմ կարող ասել, թե վերջին ժողովին արդեն հրապարակված այդ պատասխանից հետո ինչ է պատրաստվում, բայց առաջիկայում բոլորս կտեսնենք Մայրաթորի, այսպես ասած, ավելի լայն արձագանքը, բայց թե ինչ է կատարվում, ինչքանով ես, այնքանով էլ դուք մամուլից տեղեկացված ենք, որ եկեղեցու ծոցից դուրս եկած բարձրաստիճան հոգևորականներ որոշեցին իրենց անհամաձայնությունը հայտնել սխալ ճանապարհով, բայց հետո պարզվեց, որ ոչ միայն դա անհամաձայնություն էր, այլ նաև ըմբոստություն, որովհետև այն ինչ որ մենք գիտենք, իսկ մենք տեսանք, որ իրենք դիմում են աշխարհիկ իշխանություններին, դիմում են հավատավոր ժողովրդին, օգնության ակնկալիքով եկեղեցու ներսում ինչ որ հարցեր կարգավորելու համար։ Եվ հենց ամենամեծ խնդիրը սա է, որ երբևէ պատմության մեջ եկեղեցին թույլ չի տվել, որ որևէ իշխանավոր, որևէ թագավոր խառնվի եկեղեցու ներքին հարցերին, որոշումներ կայացնի։ Այս սրանով էր հենց պայմանավորված եկեղեցու ամրությունը, ինքնուրույնությունը։ Եվ հիմա եթե մենք զիջենք մեր ինքնուրույնությունը, թույլ տանք, որ օտարը դրսից փորձի ինչ-որ օրակարգ մեզ թելադրել, այսա կլինի պարտություն։ Դրա համար, ինչպես պարոն Քալաշյանն ասեց, անձերի խնդիր չէ, այլ հենց եկեղեցի ինստիտուտի խնդիրն է, որը կարողացել է այսքան տարիներ իրեն պահել, եւ հիմա մարդիկ են հայտնվել, ովքեր որ ուզում են սա քանդել։ Եվ ցավոք կարողացան եկեղեցու միջից մարդիկ գտնել, հոգևորականներ, ովքեր, այսպես ասած, համախորհուրդ դարձան եւ իրենց ծրագրին մասնակից դարձան։ Բայց նորից եմ կրկնում,
այդ բարձրաստիճան հոգևորականներ, մի քանի քահանաներ իրենցով եկեղեցին պայմանավորված չէ, իրենք եկեղեցին չեն, եկեղեցին ամբողջ միաբանությունն է, իսկ այսօր մենք տեսանք ողջ Մայրաթորի վարդապետած դասի հայտարարությունը, ինչ էր, որ սթափության կոչ էին անում և հրավիրում էին կանոնական դաշտ, իսկ կանոնական դաշտի մեջ բոլոր տեսակի հարաբերությունները քննարկելի են, այսինքն բոլոր հարցերը քննարկելի են ժողովական մարմիններում։ Եվ իրենց արարքից հետո մենք տեսնում ենք, որ Մայրաթորը հրավիրում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Այդ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը բարձրագույն մարմին է որոշումներ կայացնելու համար։ Բայց այդ բարձրաստիճան հոգևորականները, որոնք անդամ են Գերագույն հոգևոր խորհրդին, իրենք ուղղակի չեն ներկայանում։ Այսինքն, այսպես ասած, փորձում են բոյկոտել եւ եթե իրենք որոշակի անհանգստություն ունեն, այդ հարթակը չօգտագործել իրենց հարցերը, մտահոգությունները բարձրաձայնելու համար եւ դիմում են աշխարհիկ իշխանություններին, որը որ եկեղեցական տեսանկյունից մերժելի է, բայց այսօրվա իրականության մեջ ցայտուն հակաեկեղեցական արշավի, այսպես ասած, ջրաղացին ջուր լցնել է։ Եթե կարելի ավելացնելու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եկեղեցին ունի իրավական անձի կարգավիճակ եւ պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին, բացի մի դեպքից, որը արձանագրված չէ, սովետական սահմանադրության մեջ կար, եթե եկեղեցին վնաս է հասցնում հավատացյալի առողջությանը կամ զբաղված է հակապետական գործունեությամբ, մյուս բոլոր դեպքերում, թե նախկինում, չէր կարելի միջամտել եկեղեցու ներքին գործերին, եկեղեցու ներքին հարցերը լուծում էր եկեղեցին ինքը։ Հայաստանի սահմանադրությամբ հայ առաքելական եկեղեցին հռչակված է ազգային եկեղեցի, այսինքն մի կարգավիճակ, որ ոչ մի ուրիշ կրոնական կառույց Հայաստանում, իսկ նրանց թիվը 40-ից ավելին է, գրանցված։ Չգրանցվածները մի քանիսը միավորվեցին այս վերջի շրջանում, շունը տերը չի ճանաչում, աղանդները միացնում են, քայքայում են, Աստված գիտի։ Առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի ունի յուրահատուկ կարգավիճակ եւ այդ կարգավիճակը ամրագրված է առանցին օրենսդրությամբ հայ առաքելական եկեղեցու եւ պետության փոխհարաբերության հուշագրով։ Այսօր այդ հուշագրի բոլոր կետերը, խղճի ազատության բոլոր կետերը ոտնահարվում են։ Եվ չկա ոչ մի իրավական համակարգ Հայաստանում, որպեսզի կարգավորի։ Այսօր ոտնահարվում է խղճի ազատության իրավունքը։ Ոչ ոք իրավունք չունի ինձ ասել, ես հայ եկեղեցու անդամ պետք է լինեմ, թե այլ։ Դա ես եմ ընտրում, իմ խնդիրն է։ Եվ ոչ ոք իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Եկեղեցին հակապետական գործունեությամբ չի զբաղվում, եկեղեցին ոչ ոքի առողջությանը վնաս չի բերում։ Նա ազատ գործելու իրավունք ունի օրենքի շրջանակներում, որը ամրագրված է սահմանադրությամբ, նորից եմ ասում, սա շատ կարևոր է, այսինքն երկրի գլխավոր օրենքով։ Մյուս բոլոր օրենքները բխում են սահմանադրությունից, չեն կարող հակասել սահմանադրությանը։ Իսկ այդ եպիսկոպոսները, եթե իրոք ունեին որևէ բողոք, այդ հանդիպումից մեկ օր առաջ եպիսկոպոսական ժողով էր, այդ ժողովի ընթացքում պետք է բարձրաձայնեի, դա եկեղեցու ներքին գործ է։ Անուններ չտամ, բայց երկու եպիսկոպոս մինչև հանդիպումը գնացել են քննչական կոմիտե Հայաստանի եւ այնտեղից վերցրել են պատասխանը Արշակ Սրբազանի մասին։ Ֆանտաստիկ արագությամբ, առավոտյան մուտքա գրել են
քննչական կոմիտեը կեսօրին պատասխանը տվել են։ Այն դեպքում, երբ որ փորձաքննությունը տևում է ամիսներ, պատասխանը տվել են եւ տվել են ոչ թե հասցեատիրոջը, Արշակին, այլ տվել են Վազգենին։ Սա բացարձակ դավաճանություն է եկեղեցու։ Շահեր կասեն, օգուտ կասեն, ինչ կասեն, սա դավաճանություն է եկեղեցու։ Ես ուղղակի Տեր այր ուզում եմ իմանալ, այս մարդու կնքած երեխան, ամուսնացած ընտանիք իրան հիմա ո՞նց է զգում։ Խաբված։ Արդյոք ընդունում է, որ դա աստվածային կնունք է եղել մկրտություն, որ սա աստվածային խորհուրդ էր։ Եվ եթե կարելի է նայել ավելացնենք, որ տեսեք դուք պատարակներին հաճախ կամ գրեթե ամեն կիրակի եղող մարդիկ եք եւ գիտեք պատարակի սրբազան խորհուրդը, որ տարիներ ի վեր նույնն է, անկախտելի է եւ ինչ ենք հիմա մենք Հայաստանում տեսնում, որ որոշակի հոգեվորականներ կամայական իրենք աղճատում են պատարակի խորհուրդը եւ պատարակի ընթացքում չեն աղոթում վեհափար հայրապետի համար, չեն աղոթում Հայաստան, Արցախ աշխարհների համար։ Եթե վերցնենք վերջերս 3 հրապարակված այդ եպիսկոպոսների տեքստը, որով իրենք կոչ են անում, որպեսզի վեհափար հայրապետը հեռանա գահից, այսինքն հրաժարվում են ընդունել վեհափար հայրապետին, սա եկեղեցաբանական լուրջ խնդիր է։ Չէ՞ որ ամենայն հայոց կաթողիկոսը որևէ մեկի ցանկությամբ ուղղակի կաթողիկոս չի դարձել։ Հատուկ ընթացակարգ գոյություն ունի ազգային եկեղեցական ժողով հրավիրելով համայն աշխարհից եկած, այսպես ասած, պատգամավորների, ընտրողների մասնակցությամբ ընտրված կաթողիկոս է եւ ներկայացնում է համայն աշխարհին, դրա համար ունի այդ տիտղոսը ամենայն հայոց կաթողիկոս։ Եվ իրենք եթե չեն ընդունում ամենայն հայոց կաթողիկոսին, անունը հեռացնում են եւ հաջորդ պարբերությամբ, երբ պիտի աղոթենք Հայաստան եւ Արցախ աշխարհների համար, սա էլ չեն անում։ Ինչ է, ինչ տրամաբանություն է սա, այսինքն իրենք նաեւ հրաժարվում են Հայաստան եւ Արցախ աշխարհներից։ Եվ բնականաբար եկեղեցին, որ ամբողջ միաբանությունն է, ինչպես կարող է սա ընդունել։ Մենք որպես հայ մարդիկ ինչպես կարող ենք սա ընդունել։ Սա անթույլատրելի, անընդունելի մի երևույթ է։ Բնականաբար պատմությունը իր գնահատականը պիտի տա։ Մի բան էլ ավելացրեք։ Եթե թե մի առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Սարգիսում այսօր պատարակ են մատուցում, Սուրբ Սարգիսի քահանաները հրաժարվում են ենթարկվել առաջնորդին, որը պահանջում է վեհափարի անունը չտալ։ Գտնում բերում են մեկին պատարակի անուն եւ չի տալիս ոչ թե մի առաջնորդի անունը, ոչ վեհափարի։ Նաեւ թեմի առաջնորդի անունը։ Թեմի առաջնորդը ներկա իրեն էլ են անտեսում եւ սա համարում են իրենք նորմալ։ Այսինքն հոգեվորականի, բարոյական բոլոր նորմերը այս մարդիկ ոտնահարել են։ Սրանց ինչ սրբազան կամ առաջնորդի անվանեց։ Եթե նույնիսկ ապաշխար են, մեղական, ինչին հավատաց։ Եթե մի մարդ 20 տարի քարոզել է սուտ մի խոսային քսուտ է խոսում։ Կեղծվկայություն մի տուր ինքը կեղծվկայություն է տալիս եւ այլն, պատվիրանները ես չթվարկեմ։ Դուք հոգեվորական եք, ինձնից շատ ավելի լավ գիտեք։ Մարդիկ, որոնք սրա վրայով անցնում են եւ ոչ մեկ անգամ։ Այսօր նրանք ինչ իրավունքով սրբազան պիտի կոչվեն։ Հովհաննես Բաղալյանը Տեր Վարդանես, դա ճիշտ էր ասում։ Սրանց անմիջապես պիտի կարգավիճ արվի։ Ես եմ այդպես կարծում։ Այլապես եկեղեցին նման մարդկանցով լցնել
Որպես ինչ։ Ինչ ասես այդ մարդկանց։ Հիմա դրանց ինչ ձևով պիտի ասես սրբազան։ Ինչն է սրբազան։ Վարքը, գործունեությունը, ըմբոստությունը, հակաեկեղեցական պահվածքը, ուրեմն սա նորություն չի, ամբողջ կյանքում են այդպեսին եղել։ Կեղծ է եղել սրանց ձեռնադրությունը։ Կանոնական դավաճանություն է։ Այո, Խնդրեմ վերջին հարցը։ Ես ասեմ,